Հայաստանը ցանկանում է, որ Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում, հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա բարձր է գնահատել առաքելության գործունեությունը, հավելելով, որ այն նպաստել է նաև, որ սահմանային բնակչության մոտ վստահություն լինի կայունության եւ անվտանգության նկատմամբ։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստի 7-րդ հոդվածին, որը սահմանում է, որ կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի, Գրիգորյանը նշել է. պայմանագիրը նախ պետք է ստորագրվի եւ վավերացվի, որ համաձայնություններն ուժի մեջ մտնեն։ Միաժամանակ ըստ նրա հստակ է, որ պաշտոնական Երևանը ցանկանում է առաքելությունը մնա Հայաստանում եւ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են։ Երևանին առաջարկելով Հայաստանում ամերիկյան արտադրության մոդուլային ռեակտորներ կառուցելու հնարավորություն, Միացյալ Նահանգները ըստ էության դատապարտում է երկիրը միջուկային տեխնոլոգիաների ոլորտում փորձարկումների, քանի որ Միացյալ Նահանգները դեռևս չի կառուցել որևէ նման օբյեկտ, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա նշել է, թե նախ ամերիկյան կողմը դեռևս ոչ մի փորձարկում չի իրականացրել, երկրորդ Հայաստանը սեյսմիկ ակտիվ տարածաշրջան է, եւ եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումն անցնի գործնական փուլ, Ռուսաստանը, ինչպես տարածաշրջանի մյուս բոլոր երկրները ստիպված կլինեն հաշվի առնել միջուկային անվտանգության նոր ռիսկերը։ Հայաստանի կառավարությունը շարունակում է աշխատանքը ռուսական կողմի հետ առաջին հերթին երկաթուղու երասխի եւ աղուրիկի հատվածում նրանց ներգրավվածությամբ աշխատանքներ իրականացնելու համար, Ազատությանն ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Ըստ նրա տպավորություն կա, որ առնվազն այդ երկու հատվածների մասով որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ եւ որոշակի պայմանավորվածության կհանգենք։ Նախարարն առաջիկա օրերին այդ հարցի պատասխանը ստանալու հույս է հայտնել։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը պարզաբանել է, որ նախագծով հստակեցվում են տեսալսողական հաղորդումների արգելքների հիմքերը, ինչպես նաեւ արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերով Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։ Ըստ նախագծի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը լիազորություն է ստանում գնահատելու օտարերկրյա տեսալսողական ծրագրում հեռարձակվող հաղորդումը միջամտություն է հայաստանյան ներքաղաքական կյանքին, թե ոչ։ Եթե հանձնաժողովը նման օրինակ ունենա, ապա իրավունք կունենա դադարեցնել այդ հաղորդման հեռարձակումը։ Հայ առաքելական եկեղեցին դատի է տվել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանին, Տեր Թադե Քահանային։ Արամայիս Թախմազյանը կարգալույց է հռչակվել անցյալ տարվա դեկտեմբերին։ Ամենայն հայոց կաթողիկոսի որոշման համար հիմք է հանդիսացել Արագածոտի թեմի վարչական խորհրդի զեկուցագիրը եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։ Մայրաթորը պահանջում է վերադարձնել սեփականության իրավունքով եկեղեցուն պատկանող Թալին քաղաքի բնակարանը, նաեւ հօգուտ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում նախապես վճարված պետական турքի գումարը։ Էստոնիայի արտգործնախարարությունը որոշել է Վրաստանում եւ Հայաստանում հավատարմագրված երկրի դեսպան Մարգե Մարդիսալու Կահարին տեղափոխել Երևան։ Վրաստանում դեսպանի ներապարտականությունները կդադարեցվեն։ Նշվում է, որ փոփոխության պատճառն Էստոնիայի եւ Վրաստանի կառավարության միջև հարաբերությունների սառեցումն է, միաժամանակ Հայաստանի հետ կապերի ամրապնդումը։ Մարդիսալու Կահարը Թբիլիսիում իր առաքելությունը կավարտի մարտի 10-ին։ Ռուսաստանի Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 17-ից 18-ին Ժնևում։ Մոսկվան կներկայացնի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հանդիպման ամսաթիվն ու վայրը հաստատել են նաեւ Ուկրաինայի նախագահի գրասենյակից։ Ամերիկացի պաշտոնյաներն առաջիկա բանակցություններում որոշակի առաջընթացի հույս ունեն։ Ուկրաինայի հարցով բանակցությունների նախորդ երկրորդ փուլը տեղի էր ունեցել Աբու Դաբիում փետրվարի 4-ից 5-ը։